շատ պարզ է օրենսդրությունը այս իրավիճակի մասով, որ երկիմաստություն, տարբեր հնարավորություններ, այս կամ այն տարբերակը ընտրելու հնարավորություններ չի տալիս։ Կա տեղական ինքնակառավարման մասին օրենք, կա ընտրական օրենսգիրք, հիմնականը վերցնենք տեղական ինքնակառավարման մասին օրենքը, տվյալ իրավիճակը կարգավորող, որը ամենաերկար ժամկետներն է նախատեսում հանգուցալուծման համար, այն է հետևյալը։ Անձը որոշում է, որ հրաժարական է տալիս, որը մենք մեր մոտ տեղի ունեցավ ապրիլի 21-ին։ Ներկայացրել է իր հրաժարականը դիմում, մեջ գրել է ինչ-որ պատճառ, կապված գործնական, այլ աշխատանքի եւ այլնի հետ։ Մյուս օրը հենց օրենքով նախատեսված միակ տարբերակն է արել համայնքի ղեկավարը կազմել արձանագրություն, որ այս անձի լիազորությունները, այս ավականու անդամի լիազորությունները դադարել են հիմքնել իր հրաժարականի դիմումը։ Էլի օրենքը թիմի 70-րդ հոդվածը մի տարբերակ է նախատեսում, ասում է այդ արձանագրությունը պետք է ուղարկես ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որը իր հերթին արձանագրում է լիազորությունների դադարումը, իմաստնել շատ տեխնիկական հարցի լուծում է, ֆիքսվում է թափուր տեղը ավականու, ցուցակում հաջորդ համարը գալիս է եւ ստանձնում է մանդատը, դառնում է ավականու անդամ։ Այս process-ը ընդհատվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից արձանագրություն կազմելու փուլում, այսինքն այդ արձանագրությունը մինչև օրս կազմված չի։ Չնայած այն հանգամանքի, որ 7 օրյա աշխատանքային օրվա ժամկետը լրացել է 3 ժամը 12-ին։ Այսինքն մենք արդեն ժամկետներից դուրս ենք, արդեն որևէ կերպ հնարավոր չի չխախտել եւ մենք գալիս ենք այն նաեւ մտքով, որ եթե ինչ-որ աշխատանքային խնդիր է, անփութություն է եւ այլն է, ոնց որ գանք, խոսենք, դիմենք վարչական մարմնին, ստանանք այդ արձանագրությունը, որպեսզի բնականon աշխատանքը խմբակցությունը կարողանա իր իրականացնել շարունակել, իր քվեով ստացած մանդատը պահպանել։ Տեսակ, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավար այստեղ չէր, ասეთ ես իմ այլ գործերով եմ, մի աշխատակցի հետ խոսացինք, տարբեր զանգեցինք կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական բաժին, լրագրող վայմակարանի օգնությամբ կապվեցինք նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից մեկի հետ, այսինքն հնարավոր բոլոր պատասխանատուների հետ փորձեցինք կապ հաստատել, խոսել, արդյունքում որևէ արդյունք չկա, պատճառաբանությունը ասում են, սպասում ենք ինչ որ գրության համայնքից գրության պատասխանի, քանի որ Կարենը Հրայրի Բադալյան մի քանի օր հետո էլ գրել էր, որ ցանկանում եմ մնալ ավականու պաշտոնում, պաշտոնավարել, շարունակել եւ դառնալ անկախ ավականու անդամ։ Հիմա ամեն ինչ շատ հետաքրքիր կլիներ, եթե օրենքը նախատեսել է հնարավորություն, բայց օրենսդրությունը որևէ տեղ թույլ չի տալիս, որ ավականու անդամը հրաժարական ներկայացվի, դա արձանագրվի, որ դադարել են լիազորությունները, հետո փոշմանի։ Օրինակ падգամավորների դեպքում օրենքը հստակ այդպիսի տարբերակ նախատեսում է, ասում է, եթե դու ներկայացրեցիր հրաժարականը, 7 օր հետո պնդում ես, նոր լիազորությունները համարվում է դադարած եւ ազգային ժողովի նախագահը արձանագրությամբ դա ֆիքսում է։ Տվյալ դեպքում այդպիսի հնարավորություն չկա։ Ինչը նշանակում է, որ չի կարող անձը փոշմանել եւ մանդատը հետ վերցնել, հա, այսինքն դու չես կարող անել այն, ինչ որ օրենքը քեզ հնարավորություն չի տալիս։ Մեր համար ակնհայտ է, որ կենտրոնական ընտրականը տվյալ դեպքում առաջին հերթին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ապօրինի ըստ էության գործունեություն է իրականացնում, այս ամեն ինչի արդյունքում շահած կարող է դուրս գալ բացառապես իշխանական, քաղաքացիական, կենտրոնական իշխանության իմաստով իշխանական ԿՊ խմբակցությունը, քանի որ ընդդիմադիրները եթե զրկվում են մանդատներից, անկախ ինչ պատճառաբանությամբ, բնական է, շահում է դրանից ով ԿՊ խմբակցությունը։ Եվ մեր համոզմամբ այսպիսի քայլերով փորձ է կատարվելու, ինչպես մնացած թիմերում է, հա, փորձ ունի դրա ԿՊ-ն, կամաց ստեղել իշխանությունը վերցնել իր ձեռքը, ԿՊ-ի ձեռքը, զրկել ընդդիմությանը, կենտրոնական իշխանության իմաստով ընդդիմությանը իշխանությունից տեղական մակարդակում եւ ըստ էության խեղաթյուրել, խախտել, խափանել Գյումրեցու քվեի արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարումը։ Այս է իրավիճակը, որ ունենք, որը որևէ օրենքի հետ կապված չի, ինձ շատ է դուր եկել այսօր անդադ դրա մասին ասում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական բաժնի ղեկավարի արտահայտությունը Վահե Մակարյանի հարցերի պատասխան, բայց չէ որ չկա փոշմանելու հնարավորություն եւ
դիումը հետ վերցնելու ավականու անդամի դեպքում ի պատասխան դրան լրատվականի ղեկավարը ասաց եկեք օրենսդրական մանրամասների մեջ չխորանանք մեր ամբողջ պետական համակարգը ընտրական տարածքային ընտրականի հանձնաժողովով կենտրոնականով մնացածով որոշել են որդեգրել են հետևյալ մոտեցումը անգլերեն ասած մոտթոն եկեք օրենսդրական մանրամասների մեջ չխորանանք սա կարող է նախընտրական լինի անգամ քաղաքացիական պայմանագրի համար օրինակ հաջորդ համապետական ընտրություններին որովհետև պետական մարմինները հատում են բոլոր անգամ ձևական կարմիր գծերը օրենսդրական որոնցից հետո անկեղծ ասած բան չի մնում արձանագրելու կամ խոսալու բայց մի բան է մնում արձանագրելու որ որոշում կայացնողները որոնց ինչի արդյունքում վնաս է հասցնում տեղական ինքնակառավարմանը գալու է օրը պատասխան են տալու իրավունքի տեսանկյունից իրենց քայլերի համար մեր կարծիքով անգամ քրեաիրավական ընթացակարգերի շրջանակներում սա է Պարոն Հակոբյան, այսօր ժամը 6-ին նիստ է նախատեսվում, դա ինչ է տալիս։ Ես կարևորություն չեմ տալի այդ նիստին, գիտեք, հազար ու մի հարցով կարող են նիստ գումարել, համայնքին նամակ գրել, նամակ ստանալ համայնքից, իրար հետ ինչ-որ հարցեր քննարկել, այդ ամեն ինչը գուցե իրանց աշխատանքի տեսանկյունից էական է, սույն հարցի տեսանկյունից ունի զերո նշանակություն, որովհետև ավականու անդամի լիազորության դադարման համար կա մեկ հիմք համայնքի ղեկավարի արձանագրությունն է դրատակ դրված դիմումով։ Այդ երկուսը, որ ստացվել է, անգամ ստեղի աշխատակիցները եւ ինքը ընտրատարածքային ղեկավարը չի հերքում, ասում է այո, ստացել ենք։ Վերջ։ Արձանագրվել է հիմքերը, արձանագրվել է օրենքի խախտումը։ Մնացած նամակագրությունը չնախատեսված օրենքով ինչ որ խտաբանություն է, որը նորից, եթե իրենց հետաքրքիր է թող դրանով իհարկե զբաղվեն, մենք չենք կարող խանգարել, բայց կապել դա հանգուցալուծման հետ պետք չի եւ դա զուտ մոլորեցման նպատակ ունի մարդկանց մեզ դիտողներ